Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օրերս մեկնելու է Ստամբուլ, մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ համաժողովին։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա նաև այլ մանրամասներ հայտնեց։ Բազմաթիվ խորհրդարանների ղեկավարներ են այնտեղ լինելու, նախատեսված հանդիպում կա այս պայդրությամբ երկու գործընկերոջ հետ։ Հանդիպումները լինելու են Ադրբեջանի եւ Վրաստանի գործընկերների հետ, պարզաբանեց Սիմոնյանը։ Ազգային ժողովի նախագահը նկատեց, որ Վալենտինա Մատվիենկոն եւս Ստամբուլում է լինելու։ Ենթադրում է, որ կշփվեն, բայց պաշտոնական հանդիպում չի լինի։ Ամենալավ եւ հարգալից հարաբերություններ ունեմ Դաշնային խորհրդի ղեկավարի հետ եւ մենք խոսում ենք բաց, մշտապես խոսում ենք ուղիղ, երկստեք հարգանքի տրամաբանության մեջ։ Անդրադառնալով Ռուսաստանում հայ գործարարների ունեցած խնդիրների մասին լուրերին, Սիմոնյանը նշեց, բոլոր խնդիրները կքննարկվեն ու կլուծվեն։ Մենք Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու եւ բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք եւ փորձելու ենք լուծելով առաջ գնանք։ Մենք որևիցե սպառնալիք չենք մեզանից ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնանք եւ նման մտադրություն չկա, ինչ որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների մեջ գոյություն ունեն եւ մի պա բարձրանում են այդ հարցերը, շատանում են, քչանում են, մենք քաղաքական գործիչներս այդ հարցերը քննարկելու եւ լուծելու համար ենք։ Արդյոք Ռուսաստանի պաշտոնյաները ըմբռնումով են մոտենում ԵԱՏՄ-ում մնալը համատեղելու Հայաստանի դիրքորոշմանը։ Փաստացի արդեն ինչքան ժամանակ է մենք միևնույն ժամանակ փորձում ենք համատեղել։ Իսկ այն ժամանակ, երբ որ Սերժ Սարգսյանը 2-3 տարի բանակցեց ասոցիացիան համաձայնագիրը եւ մի գիշերվա մեջ ասենց թևից թափ տվեցին ու ինքը մտավ մաքսային միության մեջ, ինչ որ բա համատեղեց, չէ, նաեւ ինչ որ փաստաթղթեր ստորագրվեց եւ ինչ որ լուծումներ գտնվեց։ Նաեւ տենց նմանատիպ փորձ էլի շատ կա։ Արդյոք կառավարող ուժն էլ մեկ գիշերվա մեջ կփոխի իր դիրքորոշումը, Սիմոնյանն ասաց։ Տարբերությունը զգացել էր Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի։ Թե չէ զգաց։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի տարբերությունը զգացել ես։ Օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանը չլեր, ձեր մեծամասնությունը հիմա ինոագենտ կլինեին։ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցին անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանը շեշտեց հարաբերությունների կարգավորման գործընթացում արված քայլերի կարևորությունը։ Ամենասկզբում վերաբացվեցին թռիչքները Երևանի եւ Ստամբուլի միջեւ, որոնք դադարեցված էին մի քանի տարի։ Կհիշեք նաեւ, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց ուղիղ ավիաբեռնափոխադրումները հնարավոր դարձնելու մասին, ինչը արված է։ Կա պայմանավորվածություն անի պատմական կամուրջը վերականգնելու մասին գործընթացը, փաստաթղթային գործընթացը ընթացքի մեջ է։ Ամենամեծ պայմանավորվածությունը սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական ազնագիր կրողների համար բացելն է, ինչի վերաբերյալ թուրքական կողմն արդեն քայլ արել է, ասաց Ռուբինյանը, նկատի ունենալով Թուրքիայի անցակետի վերականգնումը։ Մենք սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը եւ այս առումով հնդակը մեր դաշտում չէ։ Եթե խաղաղությունը հաստատված է, ի՞նչն է պատճառը, որ գործընթացը հապաղում է, Ռուբինյանը պատասխանեց։ Գործընթացները պետք է գնան իրենց հունով։ Մեր կողմից որևէ խնդիր չկա եւ մենք ոչ ոք նախապայման կա, պայմանավորվածությունը կա, պետք է իրագործվի։ Ռուբեն Ռուբինյանն այն կարծիքին չէ, որ գուցե թուրքական կողմը սպասում է Ադրբեջանի հետ խաղաղության փաստաթղթի ստորագրմանը։ Անդրադառնալով ներքաղաքական հարցերին, նա նկատեց, որ խորհրդարանի ընտրությանն ընդառաջ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Եռագլուխ պատերազմի կուսակցությունը ըստ էության որոնք են, այսինքն Սամվել Կարապետյանի Զարմիկի գլխավորած ուժը, Ծառուկյանի գլխավորած ուժը եւ Քոչարյանի գլխավորած ուժը։ Քոչարյանի գլխավորած ուժի առաջին համարն է Քոչարյանը եւ վարչապետի տեխնացուն է Քոչարյանը։ Ծառուկյանի գլխավորած ուժի առաջին համարն է Ծառուկյանը, բայց վարչապետի տեխնացուն Ծառուկյանը չէ եւ բացառիկ know-how համաշխարհային քաղաքականության մեջ։ Իրենց վարչապետի տեխնացուն գախնի է, այսինքն Ծառուկյանը ասում է իմ վարչապետի տեխնացուն գախնի է։ Ֆիքսենք էլի, որ առաջին անգամ համաշխարհային քաղաքականության պատմության մեջ մարդիկ որոշել են ընտրություններին մասնակցել թաքնված, պահկված տեխնացույով, հասկանու՞մ եք, կարող ընտրություններից, այսինքն Ժորժ ջան, երբ որ դուք ընտրում եք Ծառուկյանի ուժին, իմացեք, որ հետո ով ասես կարող է վարչապետի տեխնացու լինի։ Նա հիշեցրեց Գագիկ Ծառուկյանի ուժի ընտրական ցուցակի երկրորդ համարը Անդրանիկ Թևանյանը 2021-ին Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ցուցակով է մտել ազգային ժողով։ Հայաստան դաշինքի падգամավորներ Էլինար Վարդանյանը, Արեգնաս Մանուկյանը եւս Ծառուկյանի ցուցակում են։ Հետո գալիս է Սամվել Կարապետյանի Զարմիկի գլխավորած ուժը։ Երկրորդ տեղում, էլի երկրորդ ցուցակում երկրորդ համարը, մարդ, որը Քոչարյանի փաստաբանն է,
Եվ որը 21 թվականին Քոչարյանի ցուցակով դարձել է պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Հիմա ինչ է ստացվում։ Այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունում իրենքն իրար հետ ունեն իրանց մեջ քանի հատ վարչապետի տեխնացու, գիտեք, 1, որովհետև ռուսաստանցի օլիգարխը չի կարող լինել վարչապետի տեխնացու, որովհետև ինքը Ռուսաստան եւ Կիպրոսի քաղաքացի է։ Ծառուկյանը ինքը տեխնացու չի, ասում է չեմ ասի ով այն տեխնացու, այսինքն այդ 3 ուժերի մեջ հանրագումարով կա 1 վարչապետի տեխնացու, Քոչարյանն է։ Հիմա ընդ որում ես այդ ցուցակները որ տեսել եմ, իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ իրանք ասես խառնել բաժանել ցուցակ են կազմել, այսինքն ասես ուղղակի մարդկանց անունները գրել են մարդկանց, ասես խառնել են, ամեն մեկը ասես քաշել է ցուցակ են կազմել։ Ռուբինյանն անդրադարձավ նաև Սամվել Կարապետյանի վերջին ելույթին եւ այդ ելույթի ընթացքում Կարապետյանի նշած բանակցելու ունակություններին, ընդգծեց. Այդ մարդը մի հատ 6 րոպեանոց ելույթը ձայնագրել է 20 դուբլից, այսինքն ակնհայտ է, չէ՞, դուք բոլորը լրագրողները հասկանում եք, որ նախադասություն առ նախադասություն են ձայնագրել։ Ինքը այդ ուժեղ բանակցելը ո՞նց է անելու, այսինքն գնալու է 20 դուբլից բանակցի, գնալու է ասելու է «Здравствуйте, многоуважаемый», այսինչ, հետո զգալու է, որ սխալ արեց, հետո նորից է ասելու, հա դուբլերով են անելու։ Հաջորդը, դուք հասկանում եք, չէ՞ որ այդ մարդու ամենապարզ եւ պրիմիտիվ խոսելու ունակությունը կասկածի տակ է, հասկանում եք, ուժեղ առաջնորդի խոսելու ունակությունը ընդ որում ոչ միայն հայերենով, ռուսերենով, չգիտեմ, ճապոներենով, հունարեն չգիտեմ, Կիպրոսի քաղաքացի, չգիտեմ, հունարեն գիտի, չգիտի, գուցե հունարենից է մարդը ուժեղ, թող հունարեն մի հատ ելույթ ունենա, հասկանանք, որ ուժեղ է։ Բայց ինքնին այդ փաստն է կասկածի տակ, ինքը ո՞նց է բանակցելու։ Ես վստահ չեմ, որ ինքը կարող է բանակցել։ Նա անդրադարձավ նաև Հայաստանի Սահմանադրության նոր տեքստի քննարկումներին։ Արդյոք այն քաղաքացիական պայմանագրի վարչության նիստում քննարկվել է, տեղեկացրեց, որ քննարկումները աշխատանքային են եղել, այլ մանրամասներ չհայտնեց։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։